Սիրելի հայրենակիցներ, իրականում պետական գնումների մասին օրենսդրությունը էական կարևոր հանրային նշանակություն ունի, որովհետև ձեր բոլորի, մեր բոլորի հարկերով, գեներացված հանրային միջոցներով պետությունը պետք է իրականացնի գնումներ, որ ծառայեցնի նաև հանրության շահերին։ Եվ այս նաև իշխանության կողմից բազմիցս չարչրկված այդ թալան, կոռուպցիա եւ այլն, այս թեմաները քողարկված կամ երևացող խանգարում են, էլի, ասիկ թող չխանգարեն, որ Պարոն Կոնջուրյան, խնդրում եմ լրություն ապահովել Ուրեմն, այս շատ կարևոր է, որ քողարկված եւ կամ բացահայտ կերպով շատ դեպքերում հենց այս գնումներով են մսխվում, գողացվում հանրային միջոցները եւ շարունակում է այդպիսին մնալ։ Երեք կարևոր հարց կա այստեղ, որ որքան էլ օրենսդրություն բերեն տեխնիկական հարցեր լուծեն, այս խնդիրները շարունակում են մնալ։ Գործընկերս ասեց, մեկ անձից գնում կամ առանց մրցույթով գնում, հանրության մեջ ասած, եւ վերեցին օրենսդրություն փոխեցին նաեւ անհապաղ գնումների փոփոխությամբ, որ վիճակագրությունը այդքան վատ չերևա, որտեղ իրենց օրոք ըստ էության սիրելի հայրենակիցներ թրիչկաձև աճում էր մեկ անձից գնումը։ Ձևը արդեն գտել էին օրինական եղանակով, սեփական շրջանակին պետական միջոցներով գնումներ պատվիրել, գերշահույթներ ստանալ, գրպանները լցնել։ Երկրորդ կարևոր ուղղությունը վերաբերում է գնումների արդյունավետությանը։ Տեսեք, որևէ մեկը այս իշխանությունից այդպես էլ չանդրադարձավ այդ հարցերին, որ շատ էլ որ ընթացակարգը պահել են այդ գնումն իրականացնելու իմաստով, բայց օրինակ ասենք քաղաքապետարանը անընդհատ նույն ճանապարհը սարքում է, հետո քանդում, նորից հանրային միջոցներով, թերևս ասենք օրինակ ընթացակարգը պահելով, մրցույթով նորից այդ նույնը անում եւ պատիկներով ավել հանրային միջոցները վատնվում։ Հիմա սա էլ յուրօրինակ կերպով հանրային միջոցների վատնում է, թալան է եւ մնացածը որպես կանոն ավելի լավ ձևակերպում է հենց այս իշխանությունը։